Ողջույն իմ սիրելի հետևորդներ, ձեզ եմ ուզում ներկայացնել իմ պատրաստած բլինչիկները, որոնք պատրաստել եմ նույն բաղադրիչներով, բայց ալյուրի տեսակը ուրիշ։ Մեկ չափաբաժինը պատրաստել եմ առանց գլուտեն ալյուրով, իսկ մյուսը սովորական ցորենի ալյուրով։ Պարզապես ուզում եմ կիսվել այս տարբերակով։ Շատ շատերը կլինեն, միգուցե հիմա ոչ, բայց հետո նման խնդիր կունենան, երևի թե կհիշեն, որ ես նմանատիպ տեսանյութեր ունեմ և կարող են մտնել իմ ալիք ու օգտվել իմ տեսանյութերից։ Առանց չափ, առանց կշիռ, այստեղ պատրաստում եմ խմորը, ուրեմն օգտագործում եմ 2 ձու, 1 ճաշի գթալ շաքարավազ, կես թեյի գթալ աղ, 2 ճաշի գթալի չափով բուսայուղ, որպեսզի թավային չկպնի, և ալյուր եմ օգտագործում։ Այնտեղ կաթը ձուն հարելուց հետո այդ մասան կիսել եմ 2 մասի, այստեղ տեսնում եք արդեն 2 աման։ Մեկի մեջ ավելացնում եմ առանց գլուտենի 2 տեսակ ալյուր, կուկուռուզի և միքս, իսկ այս մյուսը սովորական ալյուրովն էր պատրաստած։ Հիմա հենց առաջին շերեփից էլ ցույց տամ ինչպես է ստացվում։ Սա ամուսնուս չափաբաժինն է, մյուսը կտապակեմ հենց մեր չափաբաժինը։ Թերթիկների բարակ ստացվելը կախված է, թե ինչ չափով կլցնեք տապակի մեջ։ Եթե մեծ շերեփով լցնեք, հաստ կստացվի, եթե բարակ շերեփով և հասցնեք արագ շարժել տապակը, կստացվի բարակ թերթիկներ։ Թերթիկների գույնը կախված է նրանից, թե դուք ինչքան ժամանակ կկարմրացնեք այս թերթիկները։ Եթե երկար թողեք կրակին, կստացվեն մուգ, եթե քիչ թողնեք, հենց տեսնեք տապակից պոկվում է, թեքեք, կստացվեն սպիտակ։ Սիրելիներս, ես մարդ գիտեմ, արդեն 70-ն անց է, և երբ լսում է, որ պիտի բլինչիկ պատրաստի, մի տեսակ նեղվում է, ասում է այսքան տարի չստացվեց, որ ես քեզ նման հենց խմորն անեմ, թխեմ ու ստացվի։ Ուրեմն շատ կարևոր է ալյուրի քանակը ճիշտ վերցնել, ճիշտ լցնել։ Եթե ալյուրի քանակը ճիշտ ստացվեց, թեկուզ աշկաչափով, հնարավոր չէ, որ այն տապակին կպնի ու փչանա։ Երևի նկատեցիք, ամբողջ ընթացքում նրբաբլիթները պատրաստելուց, գթալից սկսած, ամանից սկսած, ոչինչ չեմ խառնել իրար, որը հենց շատ կարևոր էր ամուսնուս համար, և նույնն էլ էստեղ վերջի ընթացքը։ Պետք է այս տախտակների վրա առանցին փաթաթեմ նրբաբլիթները։ Միսը նախօրոք տապակել էի, սովորական աղացած միս է, սոխեռացի մեջ եմ լցրել, կափարիչը փակել եմ, 1 սուրճի բաժակ ջուր եմ ավելացրել, եռացել է, կանաչի եմ ավելացրել, համեմունքներից սև և կարմիր պղպեղ, մի քիչ աղ եմ արել ու վերջ, բլինչիկի արդեն խճուղակը պատրաստ է։ Եթե ինձ նոր միացողներ կլինեն և չեն իմանա, որ մեր տանը ամուսնուս սննդակարգը առանց գլուտեն է, պետք է մի 2 խոսքով ներկայացնեմ։ Սիրելիներս, դա ինչ-որ հիվանդություն չի, պարզապես ամուսնուս օրգանիզմը ցորենից թունավորում է ստանում, և ցորենի հետ կապված կլինի գարեջուր, կլինի օղի, կլինի հացաբուլկեղեն կամ ինչ-որ պարենային ապրանք, որ ապուրների կամ, չգիտեմ, հատիկավոր ինչ-որ ապրանք, ինքը դա չի օգտագործում, թունավորում է ստանում օրգանիզմը և բացառելով սննդակարգից գլուտենը, չի օգտագործում այն սնունդը, որի մեջ կա գլուտենը։ Գլուտենը դա ցորենի, գարու, կորեկի, տարեկանի կամ վարսակի մեջ պարունակվող սպիտակուցն է։ Տապակեցի բլինչիկները, վերջացրեցի, 2 տեսակն էլ ստացվեց, հոյակապ, ինչպես տեսնում եք թերթիկները չի ճաքել,
բարակ են, տեսքը գեղեցիկ է, չսևացավ թերթիկները, երևի նկատեցիք, որ սոդա չօգտագործեցի, այսինքն առանց սոդա թերթիկներ պատրաստեցի։ Այսքանը սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտեցիք, կարծում եմ շատերը կմտապահեն, եթե նման խնդրի առաջ կկանգնեն, ապա շուտ կգտնեն իմ տեսանյութերը։